Բարև հայր ջան, այսօր ուզում եմ խոսամ մի հարցի մասին, որը մեր իրականության մեջ կամ աղավաղվել է, կամ կեղծադրվել է, կամ դարել է նենց թեմա, որի մասին բոլորը շշուկով են խոսում, կամ էլ չեն համարձակվում ասել բարձր ու ուղիղ։ Հարցը մեկն է, ու այս հարցը ճակատագրական է, ով է այսօր իրականում տիրում Հայաստանին։ Ես չեմ ասելու այն պարզ մակերեսային պատասխանները, որոնք տարիներ շարունակ մեր հասարակության գլխին լցրել են իշխանությունները իրանց անդիմություններով, այն չակերտավոր փորձագետները, ապատեղեկատվական ցանցերը, սուտի հետ իրանց լրատվամիջոցներով եւ այլն։ Ես ձեզ ասելու եմ իշխանության երաշերտ կառուցվածքը, այն իրական քաղաքական քարտեզը, որը տասնամյակներով պահվել է հանրությունից։ Այդ քարտեզի վրա արդեն կա 4 բևեռ։ Առաջինը Կրեմլի ստվերային կառավարման տակ գործող ԿՊ-ն, որի վրա նոր փորձարկում են անում, որ հակառուս խաղա, որ տենան հայ ժողովուրդը այդ կուտը կուտի, թե ոնց։ Ու ոնց տենում ենք մի ամբողջ ժողովրդից ահագին զգալի զանգված, լավ էլ այդ կուտը կերել է։ Երկրորդը Կրեմլի բացարձակ վերահսկողության տակ գործող ընդդիմություն կոչվածները։ Երրորդը ԿՊ-ին ու ընդդիմությանը մյուս բոլոր ուժերի հետ միավորող ընտրություններ հասկացողությունը, որտեղ բոլորը փորձում են տարբերվել, բայց իրենց նենց են պահում, իբր ոչ մեկ չի հասկանում, էլի, որ նույն սցենարի դերակատարներն են, գիտակցված թե անգիտակցաբար, քանի որ փաստ է, բոլորով մասնակցում են նույն սիստեմատիկ գործողությանը, որն էլ ընտրություններն են։ Ու չորրորդը միակ հայկական ազգային ինքնուրույն կենտրոնը, Լույսի բանակը վերածննդի շարժումով։ Հիմա այն ինչ կլսեք ինձանից, դա ոչ թե մենակ քաղաքական վերլուծություն է, այլ նաև պետականության խորագույն ախտորոշում։ Ուրեմն առաջինը ԿՊ-ն, իրականում ինչա ԿՊ-ն, ԿՊ-ն պրոկրեմլյան ուղղակի ստվերային տարբերակով, բայց նույն կախվածության ժամանակակից զանգվածային մոդել է։ ԿՊ-ն շատերի պատկերացմամբ արևմտամետ կամ եվրոպամետ իշխանություն է։ Այդ պատկերացումն էլ ձևավորվել է իրենց պետական քարոզչության, արևմուտքին դուր գալու համանման գործողությունների ու արտաքին PR-ի շնորհիվ։ Բայց իրականությունը այլ է, ու ես սա ասում եմ ոչ թե որպես կարծիք, այլ որպես անշեղ տրամաբանական հետևություն։ Կխնդրեմ ուշադիր լսեք։ ԿՊ-ն Ռուսաստանի համար ամենաընտիր գործիքն է, ուղղակի առանց Ռուսաստանի դրոշը կրելու։ Ռուսաստանին այլևս պետք չէր Հայաստանի բացահայտ ռուսամետ ղեկավար, որովհետև իրանց քաղաքական հետախուզական ինստիտուտները լավ աշխատում են Հայաստանում ու պարզ էր դարել արդեն, որ ժողովուրդը Ռուսաստանին այն առաջվա նման չի ընդունում։ Դրա համար պետք էր իշխանություն, որը արտաքինում խաղար արևմտամետ ու ժողովրդավարական կոստյումով, իսկ ներսում իրականում կպահեր նույն կախվածության բոլոր մեխանիզմները։ Նայեք, էներգետիկ համակարգը, սահմանային քաղաքականությունը, ռազմական ճակատագրերը տարբեր, այդ հապկի էլի, հապկական մտածողության մնացորդները, պետական անվտանգային կառավարման ռուսական բացվածքներն ու լիքը նման բաներ։ Դե ասեք, որ տենց չի։ Չեք կարող ասեք, որովհետև դա փաստ է, դա տենց է։ Բայց ոնց է ԿՊ-ն հակակրեմլյան իշխանություն։ Սա էլ հերթական ապացույց է նրա, որ Նիկոլը իր աջակիցներին էշի տեղ դրած պահում է, դրանք էլ ծափ չեն տալի։ Ժողովուրդ, հստակ իմացեք, որ ԿՊ-ն որպես կառույց միշտ աշխատել է ռուսական ներկայության նվազեցման իմիտացիա ձևաչափով։ Մինչդեռ ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա ոչ թե նվազել է, այլ այն ոնց ասեմ, լազերային ճշգրտությամբ տեղափոխվել է փակ, անմատչելի, աննկատ ոլորտներ։ Այդ պատճառով է, որ Հայաստանը կորցրեց Արցախը ոչ միայն պատերազմի հետևանքով, այլ Ռուսաստանի ձևավորած ռազմավարական խաղի շրջանակում, որտեղ ԿՊ-ն իր կամ անհասկացողությամբ, կամ անկարողությամբ, կամ կախվածությամբ, կամ էլ զուտ իր բնույթին համապատասխան հակահայկական ապազգային մտածելակերպով դարավ խաղի շախմատային գործիք։ ԿՊ-ն այսօր փաստացի իշխանություն է, բայց կենտրոն չի, այսինքն ոնց որ նախկինները, տենց էլ սրանք ինքնուրույն չեն։ Սրանք բոլորն էլ միշտ եղել են ու կան ընդհանրապես կատարածուներ։ Ու ամենևին կապ չունի, դա ընդդիմության դիրքից է թե իշխանության։ Այդ է պատճառը, որ սրանք բոլորն էլ միշտ կենտրոնացած ու զբաղված են եղել իրենց
շեֆերի հրահանգները կատարելով, դրա համար էլ միշտ ժողովրդից անջատ են եղել ու հեռու, ի վիճակի չեն եղել ժողովրդին լսելու, հասկանալու, կարեկցելու, օգնելու ու վերհանելու։ Իրանք իրենց հակահայկական շեֆերն ու իրենց հարազատ բարեկամների բարեկեցությունը, ինչ հայ ազգ, ինչ Հայաստան, իրանք ընդամենը կառավարել են ու կառավարում են, բայց երբեք չեն տիրել ու չեն տիրում, տիրողը այլ տեղում է։ Հիմա երկրորդը, ընդդիմություն կոչվածները, ինչ են իրանք իրանցից ներկայացնում, եթե ոչ Ռուսաստանի ձեռը սխմած, ստվերային, երբեմն էլ ոչ ստվերային կադրեր։ Մեր երկրում ընդդիմություն գոյություն չունի, գոյություն ունի ռուսական միևնույն համակարգի երկրորդ սյունը, որը ժողովրդին ցույց է տալի պատրանք, թե իբր կա այլընտրանք, իբր կա պայքար, իբր կա դիմադրություն։ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Դաշնակցությունը, Սրբազան շարժման կազմակերպիչները, բոլորը նույն բևեռի տարբեր դերակատարներ են։ Նրանց քաղաքական արմատը, մտածողության հենքը, իշխանության վերադառնալու միակ ճանապարհը Մոսկվան է։ Նրանք չեն էլ թաքցնում ոչ իրենց ռազմական գաղափարական կախվածությունները Ռուսաստանի կենտրոններից, ոչ իրենց հայաստանյան մոդեռնիզացիայի բացարձակ բացակայությունը, ոչ էլ իրենց արտաքին քաղաքական մտածողությունը, որը 90-ական թվերից մնացել է նույն արդեն ժանգոտած ու նեխած կաղապարում։ Իրանք ոչ թե ուզում են կերտել հայկական պետություն, ոնց որ իրենց միտինգներին ձեզ խափում են, այլ ընդհանրապես ուզում են վերադարձնել Հայաստանը ռուսական ռազմաքաղաքական օկուպացիայի դասական մոդելին, այդտեղ դուք օգուտ չունեք ժողովուրդ։ Բայց իրանք անձնապես կաճեն ու կբարգավաճեն, նենց որ ընդդիմության պայքարը ոչ թե ձեր համար է կամ Հայաստանի, այլ իրանք սեփական շահերի։ Այսօրվա ընդդիմություն կոչված համակարգը գոյություն ունի մի նպատակի համար, որ պահի ռուսական են նույն լարերը, որ միշտ ունենա ինչից կախվի։ Հիմա տեսեք, մենք լույսի բանակը ինչ համար ենք մերժում, թե ներկա, թե նախկին իշխանություններին, որովհետև դրանցից մեկին ընդամենը մերժելով իրականում դու ոչ մի բան չես մերժում։ Նայեք սրանց սխեման ոնց է։ Եթե ԿՊ-ն ընկնում է, այդ իբր ընդդիմադիր բևեռը պատրաստ է վերցնել իշխանությունը ու իսկույն վերցնում է, բայց ոչ մի հիմնահատակ գլոբալ բան երբեք չի փոխվելու։ Սրանց ամբողջ խաղը համակարգային է, ամբողջ դաշտը երկու բևեռի միջև բեմադրած է նենց, որ Ռուսաստանը միշտ մնա տիրող ու ընդհանրապես այդտեղ նասկուպես փոխի իր կառավարողներին։ Ու այս երկու բևեռը միասին կազմում են այն, ինչը ես անվանում եմ Ռուսաստանի երկգլուխ իշխանություն Հայաստանի ներսում։ Մի գլուխը ծպտված ռուսամետ է, որը արևմտամետ է խաղում, մյուսն էլ բացահայտ ռուսամետ է։ Այն որ պատրանք իբր դուք ընտրություն ունեք, իբր իրանք լրիվ տարբեր բաներ են, բայց դա երկուսն էլ ծառայում են նույն կենտրոններին։ Երրորդը ընտրություններն էլ դրանց հերթական խաղն է, որտեղ բանավեճերով, իրար վրա ցեխ շպրտելով ու իրար մեղադրելով տպավորություն է ստեղծում, իբր տեսեք ինչ բախումներ են, ինչ պայքար է, բան, ոնց կարան իրանք իրար հետ լնեն։ Ու ձեզ թվում է, թե դուք ունեք ընտրություն, ու էդ էլ հերիք չի, կարծում եք, թե ձեր այդ քվյաթերթիկը ինչ որ հարց է լուծելու ու իբր տարբեր բևեռներից մեկը կրելու է, դուք էլ հեսա ազատ ու անկախ ապրելու եք ու բարգավաճեք։ Իրոք շատ խնդալու է։ Իսկ ավելի խնդալու է, երբ տենում ես որոշ այլ, բացի ներկա նախկին իշխանությունները, այլ քաղաքական ուժերի, ովքեր քթները խոթում են այդ ընտրությունների մեջ, իբր իրանք ուրիշ ուժեր են, ուրիշ ծրագրերով։ Ասենք ամենախնդալունը այն է, որ իրանք իրենց ինքնուրույն են համարում ու հռչակում։ Արա ինքնուրույն քաղաքական ուժը կգնաս տրկացնող համակարգի գծած ու իր կողմից կառավարվող ընտրությունների, այդ ինչ ինքնուրույնություն է, որ մտնում եք իրենց խաղի կանոնների տակ, հա։ Ու հենց այդտեղ է, որ բոլորիդ հանդեպ վստահությունը անվերականգնելիորեն իսպառ անհետանում է, ու չեմ վստահում հեշտ չէ նրա համար, որ այսքանը, այս պրիմիտիվը չեք հասկանում ու գցվում եք այդ ընտրությունների մասնակցելու։ Բայց ձեր գիտակցությանը ոնց վստահեմ, ու այն էլ վստահեմ մի ամբողջ երկրի, իմ հայրենիքի ղեկավարումը։ Եթե դուք ներսի ուժերից չեք կարում անջատվեք ու հետները մտնում եք խաղի մեջ, բա արտաքին ուժերի դեմ ինչ եք անելու։ Ու ներսում էլ մտնում եք մի խաղի մեջ ընտրությունների,
որի կանոնները, ձևաչափը, մասնակիցները, ժամկետները, մեխանիզմը, կարգը, վերահսկողության մեթոդները, այդ կեղծելու բոլոր տարբերակները, ժողովրդին ընտրության պատրանքով խաբելու միտումը, հաղթողը, պարտվողը, ախպեր բաշխված բոլոր տեղերը արդեն նախապես գծագրած է, լավ այդ տիպի միամիտեք, իրանց հետ իրանց կանոններով խաղալուց բացի ուրիշ քայլերի խիզախություն չունեք, որ ասենք հեղափոխություն առաջարկեք, որ առաջարկեք մերժել այդ կրկեսը, որ կոչվում է ընտրություն, ոչ թե գնաք մասնակցեք, այդ չեք կարում առաջարկեք, մեզ միացրեք, իսկ եթե այսքանը հասկանալով եք գնում ընտրությունների, ուրեմն դուք ավելի վտանգավոր եք հայ ու Հայաստանի համար, քան սկզբնական կարելի էր կարծիք կազմել, սա բոլոր թեկնածուներին է վերաբերվում, ու նորից կրկնեմ, որ այս թեմայով հանրության առաջ ուղիղ եթերով բանավեճի պատրաստ եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ, պատրաստ եմ նաև մի անգամից բոլորիդ հետ միասին։ Հիմա չորրորդը։ Դա Հայաստանի քաղաքական քարտեզի 4-րդ բևեռն է, վերածննդի շարժումը։ Միակ հայկական, ազգային, անկախ ու մատրիցայից դուրս բևեռը։ Այսօրվա Հայաստանի քաղաքական քարտեզի վրա կամենակ մի ուժ, որը չի պատկանում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի ազդեցական համակարգին, չի ենթարկվում նախկին իշխանությունների ստվերին, չի հարմարվում ՔՊ-ի կոնյուկտուրային ու ամենակարևորը, չի խաղում ոչ ներքին, ոչ էլ արտաքին մշակված հակահայկական խաղերի մեջ, այսինքն չկա ոչ ընտրություններում, ոչ էլ հակահայկական պլանների իրագործման կամակատարների ցանկում։ Այդ ուժը լույսի բանակն է, դա մենք ենք։ Կատարվող գործողությունը վերածննդի շարժումն է ու ոչ միայն որպես քաղաքական նախաձեռնություն, այլ որպես քաղաքակրթական հակազդեցություն, որպես ազգային ինքնագիտակցության վերարժևորում, որպես հայերի ներքին կամքի ու ուժի վերագտնող ու ոչ թե կարծրացած կուսակցական լոգիկայի մեջ, այլ ապագայի տրամաբանական համակարգով։ Լույսի բանակը միակ ուժն է, որն ունի առնվազն 3 բան, որ ուրիշ ոչ մեկ չունի։ Առաջինը ազգային ինքնիշխանության ամբողջական տեսլական, ոչ մասամբ, ոչ փուլային, ոչ դատարկ կարգախոսներով, այլ պետություն կառուցելու գլոբալ տրամաբանությամբ ու հստակ ծրագրով։ Երկրորդը քաղաքական մտածողության նոր մակարդակ, ոչ մի նախկին ուժ չունի նոր քաղաքակրթական լեզու, սրանք էլ չունեն, առհասարակ ոչ մեկ չունի։ Նրանց բառապաշարը մնացել է 20-րդ դարի հայատիպ պատկերացումների մեջ։ Մեր մոտ կա նոր լեզու, նոր տրամաբանություն, նոր ռազմավարություն, որ մի քանի աստիճան կբարձրացնի բոլորիս թե մտածողությունը, թե վարքը, թե կարգապահությունը, թե հայրենասիրությունը, միասնականությունը, կյանքի ու ամեն օրվա որակը, թե համազգային ընդհանուր գաղափարական համախմբված նպատակասլացությունը, թե բոլոր ասպարեզներում հաղթանակների հնարավորությունը, սա անխուսափելի է մեր հետ։ Երրորդը անկախություն միջազգային բոլոր իշխանական կենտրոններից։ Մեր վրա ազդեցություն չունի ոչ Մոսկվան, ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան, ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ արտաքին գործակալական ցանցեր, ոչ էլ որևէ մեկը կամ որևէ ուժ։ Մեր վրա ազդեցություն ունի մենակ Աստված, հայ ժողովուրդը, մեր արյան կանչը, մեր հայի գենետիկ կոդը, մեր պատմությունը, արդարության վերականգնման ձգտումը, մեկ էլ ազգային վրեժի ծառաբը, վերջ։ Ու էս է մեզ դարձնում ոչ թե երրորդ ուժ, այլ միակ։ Ու վերջում ամփոփեմ այս ամեն ինչը։ Հայաստանին ոչ թե ՔՊ-ն է տիրում, ոչ թե ընդդիմությունն է տիրում կամ իր իշխանության ժամանակ տիրել է։ Այսօր Հայաստանին տիրում է Ռուսաստանի հնաբնակ համակարգը, որը ներկայանում է 2 կոստյումով ու 2 տարբեր ձևերով։ ՔՊ-ն որպես արդիականացված բեմադրություն, մեկ էլ ընդդիմությունը որպես հինտան պահապան։ Բայց երկուսն էլ ծառայում են մի տիրոջ, իսկ հայկական գործող տեր այս պահին չկա։ Կա մենակ նոր կենտրոն, որը ձգտում է իշխանության որպես տեր, ոչ թե որպես ինչ-որ մեկի կամակատար։ Ու դա լույսի բանակն է, որը ոչ թե հերթական ուժն է, այլ հայկական պետականության
վերադարձը իր օրինական տեղը, իր բացարձակ ինքնիշխանությամբ ու իր ապագայի սեփական իրավունքով։ Մենք միակն ենք, որ ոչ թե խաղում ենք հակահայկական խաղերի կանոններով, այլ մշակում ենք խաղի նոր հայանպաստ կանոններ, որի տերը մենք ենք լինելու։ Մենք միակն ենք, որ ոչ թե պետության միայն ազատված կամ դատարկված տեղերը լցնող ենք, այլ պետականության կորցրած ողնաշարը վերականգնող։ Հայաստանի իրական տերը լինելու է հայ ժողովուրդը ու ոչ թե Նիկոլի ասած այդ մեկ վարչապետը դու ես, ոչ թե ռուսական դիզայնով, ոչ թե օտար կարգով, այլ հայկական քաղաքակրթական ուժով ու դրան հասնելու ճանապարհը մեկն է՝ վերածննդի շարժումը։ Այսօր այսքանն է ուզում ասել, լավ մնաք, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալ նորմի յուրաքանչյուրիդ։